Եթե ժամանակին ձեռքս բռնեիր, եթե չթողեիր ոչ մի բան անեի, այսօր մենք շատ դժվարություններ հաղթահարած կլինեինք։ Ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կլիներ։ Չէ, դու ոչ մի բան չես հասկանում։ Դու չգիտես իմ կյանքը ու ես ամեն օր ինչի միջով եմ անցնում։ Այս քո կյանքը չի։ Հասկանում ես, չէ՞։ Քոնը չի։ Այն ինչի միջով ես անցնում եմ, այն ինչ ապրում եմ ես։ Երևի հիմա ինքն էլ է մտածում, թե ինչ անի, թե ոնց վարվենք, որ երկուսիս համար էլ լավ լինի, որ չկորցնենք իրար։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ էլ չեմ դիմանա, որ հիմա սիրտս կպայթի, կարոտից, անորոշությունից, չգիտեմ ինչ անեմ։ Երբ Դավիթն այսքան վախենում է, երբ այսքան անվճռական է, անգամ կատարվածից հետո։ Я начал забывать, что такое армянское гостеприимство. Надо почаще приезжать. Աղջիկներ։ Паш, когда бизнес Ратников будет твоим? Нет, Оган, ты меня неправильно понял. Я сказал, куплю твои акции, чтобы отпугнуть твоих врагов. Мне этот бизнес уже не интересен. Я тоже не хочу бизнес в Армении. Так что потом сам решишь, как поступить. Я не знаю, как буду отблагодарить себя. Но ты же мне жизнь спас. Паш, мы же договаривались, что никогда не будем вспоминать об этом. Так что не будем. Мой долг вернуть твой бизнес. И так, чтобы ты не потерял ни копейки. Паш, что можно было потерять в этой жизни? Я уже потерял. Мне сейчас нечего терять. Понимаю. Но у нас есть жизнь, которую мы можем потерять. Выпьем. Լավ այ կարայ ախպեր։ Ապեր, ես այս ամեն ինչ կբացատրեմ։ Կամ ասում ես իմ ավտոն չի, կամ էլ ասում ես, որ ես երազ եմ տենում ու հեսա կզարթնեմ։ Լսի, ուրեմն մեքենան կանգնած էր, եկան հետևից խփեցին։ Բայց այդ կարևոր չի, այդ հարցերը սաղ ես կլուծեմ։ Արա ինչ ես հավայի խոսում։ Հետո դինես եկի ավտոստե կանգնած չտենար, ձեր ես առնում արա։ Հանգիստ խոս, արա։ Ասա ով էր, հենց հիմա բերենք ստե։ Չեմ ճանաչում, տարիքով մարդ էր։ Ուրեմն լսի, ես չգիտեմ ով է եղել, ով է խփել։ Ու եթե չես ասում ով է, ուրեմն սաղ մնում է քո վզին։ Ես կսարքեմ կտամ։ Երանի քեզ էլի։ Ինչի՞։ Ես քո մոտ խփած ավտո չեմ բերել։ Դաժե խփած սարքած ավտո չեմ բերել։ Ու ինչ ավտո որ բերել եմ ստե, այդ ավտոն էլ պիտի քեզնից ստանամ։ Իսկ ոնց է, կարողա շատ ծանր լինի չկարողանաս տանես։ Արա չես ժոգում ում ես խոսում։ Եթե պետք է, հեսա ստե ուրիշ մարդիկ էլ կգան ու քեզ կբացատրեն, որ դու սխալ ես։ Ու այն ավտոն որ բերել ենք ստե, պիտի հենց այդ ավտոն էլ հետ տաս։ Պարզա։ Ու հետ կտամ։ Ո՞վ մեր ասածն էլ է էլի։ Ես ձեզ կզանգեմ։ Չէ, քո զանգի հույսին որ մնանք երկար կմնանք առանց մաշնա։ Քեզ 3 օր ժամանակ, 3 օրից գալու եմ ավտո ստանեմ։ Աշխատի արագ ամեն ինչ կարգավոր ես։ Մենք երկրորդ անգամ սռոք չենք տալիս։
Եթե զանգեմ, կստացվի, որ կարող ես խալ հասկանա, մտածի, որ փորձում եմ ինչ-որ բան վերադարձնել կամ շտապում եմ։ Ալո, Դավիթ, ո՞նց ես։ ինչ կասում, ինչ-որ բան ա եղել։ Ոչ մի բան, քո մասին էի մտածում, ուզեցի զանգեմ, որովհետև Սոն, ես քեզ հետո կզանգեմ, հա, կամ վաղը կզանգեմ, ինչ զբաղված եմ։ Զբաղված ես։ Հա, համարյա։ Տանն ես, Ռուբենի հետ ամեն ինչ կարգին է։ Չէ, Սոն ջան, տանը չեմ, Ռուբենի հետ կապ չունի, ուղղակի մի քիչ զբաղված եմ, հետո կզանգեմ քեզ։ Խանգարում եմ։ Չէ, Սոն, ուղղակի զբաղված եմ։ Հաստորեն խանգարում եմ։ Հա, Սոն, հետո կխոսանք ու ես քեզ կբացատրեմ։ Չէ, պետք չի հետո խոսել։ Ու պետք չի, որ դու ինձ ինչ-որ բան բացատրես, դրա կարիքը չկա։ Սոն, սխալ ես հասկանում ամեն ինչ։ Ես ոչ մի բան սխալ չեմ հասկացել։ Ես քեզ զանգեցի, որովհետև ինձ թվաց, որ դու անտրամադիր ես ու մտածեցի, որ երևի վատ ես քեզ զգում, մեր մասին ես մտածում, բայց ոնց երևում է ես սխալվել եմ։ Կներես։ Սոն, լսի։ Հիմա ես ինչ եմ անելու։ Սրանք որտեղից եկան ընկան գլխիս։ Հազիվ հասցնում էի ամեն ինչ։ Հիմա այս գարաժը, որ ոտքից գլուխ ծախեմ, մեկ այս ավտոյի փողը չեմ հանի։ Դավ ինչ եղավ։ Նորմալ։ Լիչնայ։ Հաստատ։ Հա։ Եթե Не падай духом. Ինչ հիմար եմ ես։ Դեռ ինչքան պետք է այսպիսի բաներ լինեն Սոնա, որ գլուխդ մտնի վերջապես թե ով է Դավիթը։ Ինձ մոտ գալիս է այնպես է խոսում, որ թվում է աշխարհի ամբողջ տառապանքը իր սրտում է։ Հետո գնում է ու նորից ուրիշ աղջիկների հետ է հանդիպում։ Ինչպես միշտ հիմարի դերում է Սոնա։ Ոչ մի բան չի փոխվում։ Խելք հավաքի վերջապես հասկացի, եթե Դավիթը գոնե մի փոքր ցանկություն ունենար քեզ հետ լինելու, հաստատ ամեն ինչ կհաղթահարեր։ Ամեն ինչ կանտեսեր։ Վերջ, էլ ոչ մի միտք իր մասին, էլ ոչ մի լաց։ Ես վերջապես պետք է հանեմ գլխիցս Դավիթին։
Ну что, какие планы? Поедем в ресторан. Наверное, ты соскучишься по-настоящему армянскому шашлыку. Нет, поехали к тебе. Нормально посиди, поговорим. Ну, как скажешь. Желание гостя для меня закон. Լավ։ Բանը, դուք ուզում եք գնացեք ես Դու ամեն ինչ նորմալ է։ նորմալ։ Դե ուրեմն գալիս ես մայր։ Լավ, դե ուրեմն դուք գնացեք ես իմ մեքենայով ձեր իսկ։ Էլ չեմ ուզում նորից հիմարեցնես։ Նորից այնպիսի մի բան ասես, որ կհավատամ։ Նորից չեմ կարողանա չհավատալ քեզ։ Ու սա երբեք վերջ չի ունենա։ Այս անպատասխան սիրո պատճառով ես չկարողացա սիրել ու գնահատել Սուրենին։ Ես կորցրի Վահեին, ով կարողանում էր ինձ հանել անգամ ամենավատ իրավիճակներից։ Ես ամեն ինչ կորցրեցի։ Բոլոր նրանց, ովքեր կարող էին երջանկացնել ինձ։ Մենակ մի պատճառով, որ սիրեցի քեզ, Դավիթ, սիրեցի ու հավատացի, որ դու չես ուզում ցավեցնել ինձ, բայց իրականում քեզ համար միևնույնն է, քեզ պետք է միայն իմանալ, որ ես սիրում եմ քեզ, որ երբ էլ գաս կընդունեմ, ինչ էլ ասես կլսեմ քեզ ու կհավատամ, իսկ հետո էլի կգնաս ու քո կյանքով կապրես, ու ես էլի կմնամ այս սենյակում, լացելով ու սպասելով։ Չեմ ուզում էլ այդպես լինի։ Չեմ ուզում ճանաչել քեզ հերիքը։ Կյանքս մի քանի մասի է բաժանվել։ Միայն քեզ սիրելու պատճառով։ Սոնա պատասխանի։ Երիքը երեխայություն անես։ Ինչի իմ համար մեկ չի կվերցնի թե չէ։ Մեղացած կմնա թե չէ։ Ինչի մեկ չի Դավիթ։ Սոն, հեռախոսը տա զանգում։ Հա, մամ, կարևոր չի։ Ով էր։ Ոչ մեկ, կարևոր մեկը չէր։ Լաց ես եղել։ Չէ, մամ, ուղղակի մի քիչ անտրամադիր էի, մի անհանգստացի։ Սոնաբանա եղել։ Էս մի քանի օր լավ էիր։ Ոչ ման չի եղել, մամ ջան, ուղղակի մի քիչ տխուր եմ, բայց չի նշանակում, որ վատ եմ կամ առաջվա նման վատ եմ։ Ինձանից բան չթաքցնես, Սոնա։ Չէ։ Լավ։ Արի գնանք թե խմենք։ Համեր կզրուցենք, հա, բարես։ Հա, հեսա կգամ նա։
Այս անգամ լսել չես ուզում։ Մի օր քո համբերությունն էլ պիտի սպառվեր։ Այս վերջերս գործերս այնքան շատ էին։ Երևի եղանակից էր։ Այնքան հիվանդներ էին բերում, մեկի մոտ կաթված էր, մեկի մոտ ճնշում։ Սոն։ Հա, մամ։ Բանա պատահել, Վալես։ Ինչ ա կատարվում։ Մամ, ես դեռ չեմ մոռացել այն ամեն ինչ, որ ինձ հետ կատարվեց։ Ես դեռ պայքարում եմ հիշողություններից դեմ։ Սոնա ջան, քեզ ոչ ոք չի ասում, որ պիտի ամբողջ օրը ժպտալով քայլես։ Բայց հասկացի, ես մայրդ եմ։ Ու քեզ ներքուստ եմ զգում։ Այ հիմա նայում եմ քեզ ու զգում եմ, որ ներսումդ ինչ-որ բան է կատարվում։ Գիտեմ, մամ։ Ու ես դրանից շատ վատ եմ զգում։ Ես հասկանում եմ, դու զգում ես այն ամեն ինչ, որ ես, բայց ես չեմ ուզում, որ դու տանջվես։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը զգա այն, ինչ որ ես եմ զգում։ Այդ մեզանից կախված չի բալես։ Մոր ու երեխայի կապը շատ պինդ է, ու քո ուզելով չուզելով չի։ Սոն, ես քեզ չեմ ստիպում, որ դու ինձ ինչ-որ բաներ պատմես, բայց փորձի մի քիչ ավելի շատ կիսվես։ Ես քեզ երբևէ որևէ հարցում ճնշել եմ։ Չէ, մամ, երբեք։ Բայց դեպքում ինչի չես ուզում ինձ հետ կիսվել։ Հայրդ ինձ պատմեց, որ դու փողոցում ինչ-որ տղայի հետ ես ծանոթացել։ Ու մի քանի օր հանդիպում եք։ Մենք դրա մասին ոչ մի բան չենք իմացել։ Սոն, հա, ես հասկանում եմ, դու արդեն մեծ աղջիկ ես, մեծ մարդ ես։ Բայց բաներ կան, որ պիտի չթաքցնես, ասես։ Այդ տղային մենք չենք ճանաչում։ Ու հազար բան կարող էր պատահել, հասկանում ես։ Մամ, ես գիտեմ դու ճիշտ ես ասում, ես պիտի պատմեի, ուղղակի իմ ու Վահեի հանդիպումները պատահական էին ստացվում։ Ու բացի այդ էլ դժվար թե նորից հանդիպենք։ Ինչի։ Դե չգիտեմ։ Այդպես էլ ինչ-որ բան թաքցնում ես։ Մամ, ամեն ինչ կարգին է, այդքան մի կենտրոնացի, լավ։ Սոն, ասում ես շատ լավ իմանալով, որ դա հնարավոր բան չի, չէ։ Ախր մեր կյանքը քո շուրջ է պատտվում, Սոնա ջան։ Ու դա միշտ այդպես է եղել։ Ընդհանրապես ասում են, որ միակ երեխան էգոիստ է մեծանում։ Բայց ես ինչպես տեսնում եմ դու քո մասին ընդհանրապես չես մտածում, Սոնա ջան։ Հարցը դրանում չի։ Ես չեմ ուզում, որ դուք ավելորդ անգամ անհանգստանաք ինձ համար։ Ու բացի այդ էլ գիտեմ, որ հիմա անհանգստանալու կարիք էլ չկա։ Համենայն դեպս հիմա չկա։ Աստված ձենդ լսի, բալես։ Оган, не надо так долго ждать. Надо решить все побыстрее. Я хочу покончить с этим, пока еще ты в Ереване. Тогда завтра позвони им. Они сейчас ждут нашего звонка. Хочешь сказать, что они о чем-то догадываются? Они не глупые люди, не мелкие хулиганы, которых можно просто обмануть. Но у нас есть козырь. Мы застанем их врасплох. Давид прав. Тогда не будем долго ждать. Завтра же свяжись с ними. Извиняюсь.
Да. Դավ, հաստատ բան չի եղել։ Դե չէ ասեցի, մամ որ չի եղել։ Ցերեկը նորմալ էիր։ Մի երկու ժամ առաջ էլ բան չկար։ Բայց այն զանգից հետո ինչ որ փոխվեցիր։ Չէ, ման չկա։ Լավ։ Ваш? Что-то случилось? К сожалению, да. Что произошло? Мне нужно срочно улететь в Москву. Ты только сегодня прилетел? Есть дела. Я должен быть там. Но наш уговор в силе. Ты позвонишь им и скажешь, как мы договаривались. А я пущу слухи, что хочу купить рудники в Армении. Так что они ни о чем не будут догадываться. Как смогу, прилечу обратно. Ваш, ты уже многое сделал для меня. Но мы же договаривались. Ждать буду. Я отвезу тебя в аэропорт. Поехали. Ինչ ես տենց ուշադիր նայում, մամ։ Նայում եմ էլի։ Ուղղակի նայում եմ։ Ուղղակի չես նայում, ուշադիր ես նայում ու տխուր։ Մի քանի օր ինքան լավ էիր։ Ես հիմա էլ եմ լավ, մամ ջան։ Հիմա լավ չես։ Ես գնամ։ Դե կզանգես։ Հա, եթե իմ հեռախոսը ազատ լինի, կզանգեմ, որովհետև դու պապան 5 րոպեն մեկ զանգում եք։ Լավ գնացի։ Լավ։ Աշոտ զանգեցիր դրանց։ Հա, խոսացել եմ, Օհան ջան։ Արեգ անունը։ Այն նույն տիպն է։ Այն որ ինձ տարել է։ Հա, Հա։ ինքն է։ Ես էլ հիշեցի դրան, էլ որ հիվանդանոց էր եկել մոտս։ Իրա միջոցով էլի մեսիջ ուղարկեցի, որ ձեզ բաց թողնեմ։ Այսօր լրիվ ուրիշ մեսիջ է տանելու։ Ալո։ Ասա։ Դե ուղեկցի Օհանի կաբինետ։ Լավ։ Եկավ։ Լավ էլ արագ են աշխատում։ Իրաց թվում է եկել են լուրջ բան տանը։ Ես ավտոսը շատ հեռու կանգնացրեցի։ Ոչինչ, ինչքան շատ քայլեմ, այնքան իմ օգուտն է։ Բա ո՞րն անգերու շենքը։ Այս շենքն է։ Դե գնա։ Քեզ մուտքի դեմ կսպասեմ։ Հա, հեսա շուտ 5 րոպեով բարձրանամ գամ, ուղղակի շատ խնդրեց։ Լավ։ Բայց նայ, շատ զգուշ կլինես։ Ու զանգերից կպատասխանես անպայման։ Վարեմ 5 րոպեով բարձրանում եմ գամ։ Լավ, լավ, գնա։
Բարև ձեզ։ Բարև։ Դենում ես ոնց է արվում։ Ակուրատ մի զանգի կանչել ենք եկել ես։ Վրետ չենք հարցակվել, չենք կապել։ Ճիշտը տենց է ապեր ջան։ Ես եկել եմ Օհանի հետ խոսալ։ Դու չես եկել է։ Քեզ կանչել են։ Ում ենք ենք ասելու, ում հետ խոսես ու ինչ խոսես։ Օհան շեֆս։ Հələ թող այդ շեֆդ։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում շեֆդ ինչ ասեց, ինչ ուզեց։ Ես ձեր հետ ուղղավոր ունեի, չէ՞։ Որ ես հիվանդանոցից դուրս կամ, այդ հանգերը վաճառելու եմ ձեզ։ Ես իմ խոսքի տերն եմ։ Լավ, բա այդ թղթերով երբ կարանք զբաղվենք։ Հենց այսօր էլ կարանք զբաղվենք։ Իսկ քեզ չի հետաքրքրում, թե ինչ գումարով ենք գնելու այդ հանքերը։ Չի հետաքրքրում։ Բայց Արա ինչ բայց է։ Դու լասելու բան ունես։ չէ, ուղղակի ճիշտն են կլինի, որ այդ սաղ հարցերը նախապես որոշենք։ Հա, նախապես էլ կորոշենք։ Ուղղակի մի հատ շատ կարևոր հարց կա։ Ինչ հարց։ Մի քիչ ուշադիր պետք է լսես, որ ընկալես ինչի մասին եմ խոսելու։ Պատրաստվի։ Հանգստացի վարեմ, ոնց որ շիզոֆրենիկ լինես, ինչ պետք է լինի շենքի մեջ։ Ուշադիր ես լսում։ Հա, Այդ հանքերով մենակ դուք չեք հետաքրքրված։ Այսինքն են, որ այդ հանքերը ուրիշ գնորդ էլ ունի։ Օհան դու գիտես, որ իմ շեֆերին չի հետաքրքրում։ Այդ թեման փակած է։ Լավ։ Ուղղակի անց մարդա ուզում առնի, որ չեմ կարած ես տեղյակ չպահեմ։ Օհան դու գիտես ես ում անունից եմ եկել։ Ու գիտես, որ ընդհանրապես իրանց չի հետաքրքրում, թե ով ինչ է ուզում։ Այն ինչ որ իրանց է պատկանում, ուրիշինը չի կարա դառնա։ Լավ։ Ես այտենց էլ կփոխանցեմ Պաշային։ Ում։ Պաշային, Կրասնոդարսկի։ Լսել ես։ Կրասնոդարսկին է ուզում հանքերը դառնի։ Հա։ Բայց այդ կարևոր չի։ Կզանգեմ կասեմ, թե ինչ էիր ասում։ Կամ ավելի ճիշտ, շեֆերդ ինչ են ասում։ Դու հիմա իրանց տեղն ես, չէ՞ խոսում։ Ես չգիտեի, որ խոսքը իրա մասին է։ Բայց քեզ չի հետաքրքրում, չէ՞։ Ինչը փոխվեց։ Մենք սաղս էլ գիտենք ինչը փոխվեց։ Ու ես պետքա զանգեմ։ Դեմքի գույնը 10 անգամ փոխեց։ Ես դրանց Նոն, ուշանում ես։ Որում 10 րոպե էլ չի անցել։ Նոն գիտես անհանգստանում եմ։ Լավ էլի։ Ինձ անդադ թվում է, որ ինչ-որ մեկ ուզում է քեզ վնասի։ Այն օրվա դեպքից հետո։ Հարցը նորը չի։ Ուղղակի մտածում եմ, որ կհայտնվեն մարդիկ, ովքեր
Իմանալը, որ ես կորցնելու բան ունեմ, կփորձեմ վրեժ լուծել։ Իմ այսքան մոտենում երեխու ծնվելու օրը, ես ավելի շատ եմ վախենում։ Մի վախեցի։ Չեմ կարող չմտածեմ այդ մասին։ Վահրամ, խնդրում եմ, ինձ վախի մեջ մի պահի։ Կներես լավ։ Ալո, Սոն ջան, բարև, ոնց ես։ բարև Ռուփ ջան, լավ եմ, դու ոնց ես։ Լավ։ Կարող ես գաս այսօր մեր տուն։ Ձեր տուն։ Ինչ ա եղել, էլի հարմար չի։ Չէ, հարմար է։ Ուղղակի ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ։ Մտածում եմ գնանք միտեղ պիցա ուտելու։ Ես քեզ հրավիրում եմ։ Պիցա։ Դե վատ միտ չի։ Դե ուրեմն տես տանը ինչ են ասում, զանգի ինձ, ես դրսում եմ։ Լավ։ Մենք դուրս ենք գալ այդ հանքերի գործից։ Այսինքն են, եթե Պաշա Կրասնոդարսկին այդ հանքերով հետաքրքրված է, ծախի իրան։ Այդ ինչ եղավ, որ փոխվեց։ Այդ հանքերի համար մարդ եք խփում, բան եք անում։ Էլ չենք խփում։ Ուզում էինք, էլ չենք ուզում։ Փաստորեն դուք այդ գործարքից հրաժարվում եք։ Հա։ Բայց այդ ոնց եղավ, որ Կրասնոդարսկին հետաքրքրվեց այդ հանքերով։ Արել այսքանից հետո դու բան ունես ասելու։ Չէ։ Սենց հեշտ։ Լավ։ Այս ժամանակավոր է։ Մենք ուղղակի ժամանակ շահեցինք։ Մտածում ես էլի քայլ կանեմ։ Հանքերի հետ կապված չէ, որովհետև այդ իրան ձեռ չի տալիս։ Իրանք մի երկու հանքի համար մարդ կսպանեն, բայց կյանքերը չեն տա։ Բարձր։ Բայց ուրիշ տարբերակ կգտնեն մեր դեմը կտրելու համար։ Այս ճակատամարտը մենք շահեցինք։ Բայց մեզ մի հատ մեծ պատերազմ է սպասվում։